Good morning, everyone. Բարի լույս բոլորին And welcome back to our second day of training. եւ բարի վերադարձ մասնակցելու երկրորդ օրվա դասընթացին։ I know we will be more people coming, but we will still begin already now. Գիտենք, որ դեռ մարդիկ կան, որ գալու են մի փոքր ուշացած միգուցե, բայց ամեն դեպքում մենք կսկսենք, միջ իրենք կմիանան մեզ։ The most of the day yesterday we talked about the brain and the nervous system. Երեք մենք հիմնականում խոսել ենք ուղեղի եւ նյարդային համակարգի մասին։ And we talked about the window of tolerance. Խոսել ենք նաեւ հանդուրժողականության պատուհանի մասին։ Everything is good, I can sleep, I can concentrate. Ամեն ինչ լավ է, երբ ես կարող եմ քնել եւ այլն, ամեն ինչ հանգիստ է ինձ մոտ։ But if I'm stressed, the window of tolerance become narrow. Բայց ստրեսի ժամանակ հանդուրժողականության պատուհանը նեղանում է։ And if I get the stress hormone adrenaline, Եվ եթե ես ստրեսի հորմոն եմ ձեռք բերում ադրենալինը, I change to hyper arousal, ես դառնում եմ գեր իրակակտիվ, fight and flight aggression, անընդհատ ագրեսիա եմ ցուցաբերում, կռվելու ցանկություն եմ ունենում, or I change to hypo arousal. եւ փոխվում եմ արդեն դեպի քիչ ավելի նյարդային վիճակի, And I just can't move and I'm depressed. եւ այդ պարագայում ես չեմ կարողանում շարժվել, իրականում դեպրեսիայի մեջ եմ ընկնում։ And the cure for everybody is to feel love and acceptance. Եվ բոլորի համար բուժումն այն է, որ պետք է սեր զգան եւ ընդունված լինելու զգացողություն ունենան։ If my nervous system is all stressed Եթե իմ նյարդային համակարգը գերլարված է, and my amygdala եւ ամիգդալան is very active, շատ ակտիվ է, then I send the signal to my cortex, my thinking part, ազդակ է հղվում այդ պարագայում դեպի իմ մեծ ուղեղ, and my thoughts are very negative. եւ այդ պարագայում իմ մտքերը դառնում են շատ բացասական։ I feel sad Ես տխրություն եմ զգում and I lose my hope, եւ հույսս կորցնում եմ։ and I'm thinking nobody can help me, Կարծում եմ, թե ինձ թվում է, թե ոչ ոք չի կարող ինձ օգնել, nobody likes me, ոչ ոք ինձ չի սիրում։ and then I get cortisol in my blood, Այդ պարագայում կորտիզոլն է իրականում, կորտիզոլի մակարդակն է բարձրանում իմ ճնշման արյան մեջ and amygdala becomes bigger. եւ ամիգդալան մեծանում է։ So we Excellent. want to help the brain to relax. Եվ այն ինչ անհրաժեշտ է, պետք է ստիպել ուղեղին, որ հանգիստ վիճակի գա։ Welcome. The best way to bring cortisol down Լավագույն տարբերակը կորտիզոլի իջեցնելու is by adding oxytocin, օքսիտոցինի ավելացումն է։ by looking at somebody and say, I'm happy to see you, Նայելով ինչ որ մեկին ասել ես ուրախ եմ ձեզ տեսնել։ by giving a hug, Գրկել, a hug. գրկել։ Okay. So this morning we will start by adding oxytocin in the room. Այս առավոտ մենք կսկսենք օքսիտոցինի բարձրացման process-ով։ So look at each other and tell each other you like each other. Յուրաքանչյուր մեկդ մյուսին նայեք, ձեր կողքինին Even նայեք if եւ it's not ասեք, true, որքան եք still. նրան հավանում։ Ասեք, որ իրեն շատ եք հավանում, շատ եք սիրում։ Tell them that you see you are valuable. Ցույց տվեք, որ արժեքավոր եք մեկդ մյուսի համար։ Thank you for coming. Շնորհակալություն գալու համար։ Thank you. This is the best cure for stress, Սա լավագույն տարբերակն է ստրեսի բուժման, that there is one person who tells you, I like you. Երբ ինչ որ մեկը ձեզ ասում է, որ շատ է սիրում ձեզ։
And if you are in a community, it's Yeah, yeah. much better. Իսկ եթե դուք համայնք եք ներկայացնում, բնականաբար դա շատ ավելի լավ է։ We also want to work with the sensory system. Մենք ուզում ենք աշխատել նաև կենտրոնացված կենտրոնական նյարդային համակարգի հետ։ So when we look at the nervous system, Եթե դիտարկում ենք նյարդային համակարգը, these 14 nerves are our sympathetic nerves. այս 14 նյարդային նյարդերը դա սիմփաթիկ նյարդերն են, Driven by adrenaline. ադրենալինից մղված, ստեղծված։ Then we have 4 cranial nerves, Այնուհետև մենք ունենք 4 թափառող կարնիալ նյարդեր, driving our parasympathetic nervous system. որոնք պատասխանատու են մեր պարասիմփաթիկ նյարդային համակարգի համար։ This is my window of tolerance with my parasympathetic nervous system. Սա իմ հանդուրժողականության պատուհանն է պարասիմփաթիկ նյարդային համակարգով։ And these 4 nerves, you have to learn them now. Եվ այս 4 նյարդի մասին մենք սովորելու ենք հիմա։ In our brain, we have 12 pairs of cranial nerves. Մեր ուղեղում մենք ունենք 12 nerves, 12 pairs of cranial nerves. թափառող նյարդերի 4 անցումային կետեր։ Number 10 is our vagus nerve 10-րդը դա թափառող նյարդն է, that goes from each side behind the ear. որը սկսվում է գալիս է ականջների հետևի հատվածից։ We'll wait until people sit down. Սպասում ենք մինչև տեղավորվեք։ There's one chair, is that available? Այս ազատ է աթոռը դիմացի։ Ազատ է։ Okay. It is free։ And one more, so we have 2 free Yes, chairs two. up here. Դիմացը 2 ազատ աթոռ ունեն, կարող եք այստեղ եւս նստել։ And one more behind. Այստեղ եւս ունենք ազատ տեղեր, կարող եք նաեւ այստեղ տեղավորվել։ So we have 12 pairs of cranial nerves. Մենք ունենք 12 թափառող նյարդերի ուղղություններ, միացումներ։ Number 10 is our vagus nerve. 10-րդը հենց թափառող նյարդն է։ We'll wait. And when you activate the vagus nerve, Եվ եթե այդ նյարդը, թափառող նյարդը ակտիվացնում եք, you help to shift from the sympathetic nervous system to parasympathetic nervous անցում է system. կատարվում սիմփաթիկ նյարդային համակարգից դեպի պարասիմփաթիկ նյարդային համակարգ։ If you're all like, ooh, adrenaline, ooh, Եթե ադրենալինը բարձր է եւ դուք դողում եք, ցնցվում եք, and then somebody give you a sour wine gum, եւ եթե ինչ-որ մեկը Candy? ինչ-որ թթուբան է տալիս ձեզ փորձելու, կամ it's like the adrenaline is like, woo, կարծես թե ադրենալինը սթափվում է, հստակեցնում է ամեն ինչ and you change. եւ փոխում է, փոփոխություն է իրականանում։ Or everybody, you bring your goodie bags today. Բերել եք այսօր ձեր You bring this out. պակերը, խնդրում ենք այս գործիքը հանեք։ I have extra. Thank you. Yes. Thank you. And remember, when we use the kazoo, you cannot blow. Doesn't work. Հիշում եք թե ինչպես է օգտագործվում, միայն փչելով դա չի լինում, Դու, պետք է դու անեք։ So now, everybody is testing for a minute to see if you can make sounds. Այսպեսով 1 րոպե փորձում եք, արդյոք կարող եք ձայն հնչեցնել դրանով։ And when I do like this, you be quiet. Եվ եթե այս շարժումը անեմ, ուրեմն լռում ենք։ Quiet. Okay.
But now you test. Հիմա փորձում ենք։ Test. It's the big side. Okay. Ճիշտ չեք փչում միգուցե։ Now we will make a kazoo choir. Ձեր մատը դրել եք վրան, պետքա դնեք։ Toot toot toot. Չէ, հանեք դա։ Toot toot toot. Toot toot toot. So we have to choose one song to sing or to play. Մենք հիմա փորձենք ընտրել մի երգ, որ կարող ենք նվագել կամ երգել։ Do we have a musical person in here who knows a song? Musical։ A musical person, a choir leader. Ունենք այստեղ երգող, երաժշտական, երաժիշտ ինչ որ մեկ, որ կարող է երգել։ Դու կարող եք սկսել, մենք There's կմիանանք room up ձեզ։ here. Okay. We need to find one song that you all know that we can play. Մենք փորձենք գտնել մի երգ, որ բոլորս գիտենք, միգուցե հեռախոսներով եւս կարող ենք դա գտնել, որ միասին երգենք։ Հայտնի ինչ որ երգ, որ բոլորս կարծես թե գիտենք։ Եկեք հայրեն։ Okay, լավ, բան չասեց։ Դե, չէ, երգելու համար ասում։ Երգելու։ It's Jingle Bells. Okay, we do jingle bells. Jingle bells, okay? Okay, one minute. 1, 2, 3. Tira. Wait. You stand up. You stand up. Կիքաններ։ Okay, one more time. One more time. You are the lead. We follow you. Are you okay? Orchestra, դուք եք վարելու orchestra։ 1, 2, 3. Սկսեցինք։ Okay. I can hear you are not playing. We want to clap. Thank you. Ապրեք, շնորհակալություն։ I do believe there is one song in Armenian that you all know. Maybe a children's song, maybe a lullaby. I know you know one song, everybody. Վստահ ենք, որ գիտեք մի երգ, միգուցե դա կլինի օրորոցային երգ կամ այլ երգ, որ բոլորս գիտենք, առնվազն մի մասը վստահ ենք, որ համընդհանուր երգ ունենք, որ գիտենք բոլորս, որպեսզի երգենք հիմա։ She's looking for a song. Okay. She's fine. All right. We have one chair here, one chair there. We have 2 chairs available. What are you singing for your children? Իմ խաղաղ երեկոն է հիմա, ես նկարածել ունեմ։ Դե պետք է մեկը If I am your child, which song will you sing to me? Եթե ես եմ ձեր երեխան, որ երգը կուզեք, որ ինձ համար երգեիք։ I want to sleep. What are you singing to me? Ես ուզում եմ քնեմ, ինչ եք երգելու ինձ համար։ He suggests the very song that we sang all together during the last training, previous training. Do you know this song? Բոլորը գիտեք։ Կարող ենք նաև հեռախոսներով։ Okay, we will kazoo this song, all right? I'm sorry, Kirsten. They are going to sing via this? Yes, by this. We are using the kazoo to sing the song. Who will start and who will lead for everybody to join? Գործիքների միջոցով փորձենք դա անել, ով է առաջնորդնելու, ով է ուղղորդելու։
She may sing and the others may Okay. Can you rise? Can you stand? Կարող եք ոտքի կանգնել։ Կարող եք ոտքի կանգնել։ Stand up. She will be stressed while Okay. Okay. So you sing just one verse, not the whole, just one մի verse. տուն ընդամենը տենց։ Are you ready? Երգով արեք։ We sing. Ընտիր։ One more time. Եվս մեկ։ Okay. Thank you. Thank you. We will clap. So, this was just one way of shifting from adrenaline to acetylcholine, one of the neurotransmitters. Սա մի տարբերակն է ադրենալինը ացետիլխոլինի փոխարինելու, այսինքն ավելի արդյունավետ կիրառություն դարձնելու համար։ We cannot avoid our stress. It will happen. Մենք ստրեսից իրականում չենք կարող խուսափել, այսպես թե այնպես դա տեղի է ունենում, But we can help when we get stressed բայց մենք կարող ենք օգնել ինքներս մեզ, երբ որ մենք ստրեսի մեջ ենք գտնվում, to see if we can change the way we are thinking. փորձելով փոխել մեր մտածելակերպը, այն ուղղությունը, ինչպես ենք մենք մտածում, And the quickest way is to affect our sensory system. եւ ամենաարագ ձևը դա մեր նյարդային համակարգի վրա ազդելն է։ So, what we want to obtain as much time as possible here. Այն ամենին, ինչը մենք ուզում ենք ունենալ, ինչին ուզում ենք հասնել, դա մեր հանդուրժողականության պատուհանի մեջ այս տարբերակը, այս պատկեր ունենալն է։ All right, so this was yesterday's training. Սա երեկվա իրականում տրեյնինգից էր, որպես հիշեցում։ And then yesterday, all of you did the wheel. Երեք նաև մենք անդրադարձանք անիվին։ So you have to find it now. Everybody, find your wheel. Խնդրում ենք այս պահին գտեք այդ անիվը, ձեզ մոտ կա արդեն։ Yes, thank you. I just want to ask because maybe you know, I had the wheel from the cat kids. Ես ունեմ իրականում այսպիսի թուղթ, այսպիսի կտոր, որը քեթքիթից եմ հանել։ And it was lying up here. Maybe one of you used it for the training. Միգուցե ձեզանից մեկը երեք շփոթմամբ օգտագործել է այս նմանատիպ թուղթը քեթքիթի միջից վերցված։ But if you, I don't know if any of you borrowed it for the training. No, okay. But it's strange because it's not here. I don't know. Իրականում երեք դասընթացի ժամանակ ինքը ցույց է տվել օրինակի վրա, այնտեղից է հանել։ And I just wanted to show you what to do next. Եվ իրականում դա հիմա չկա, դրա մեջ չի, եթե մյուս թղթերի հետ վերցրել եք, կարող եք ասել կամ մի հատ ձեզ մոտ եւս մեկ անգամ նայել, եթե կա վերադարձնեք, որտեվ սա առանց նրա սա ոչինչ է, առանց սրա դա ոչինչ է։ Ամեն դեպքում փորձենք հասկանալ։ Okay. But what you have to do now, 2 and 2, you work with one of your traits. Երկուական աշխատելու ենք ձեր հատկություններից մեկի վրա, մեկի հետ։ What was your name again? Ձեր անունը Sivata. Զվարթ։ Sivat. So Sivat, can you choose one of your traits to work with?
Կարող ես ընտրել հատկություններից մեկը ձեզ բնորոշ, որի ուղղությամբ հիմա աշխատանք ենք տանելու։ Դուք եք տանելու, մեկ չէ։ Hello, good morning. Can you show everybody you made your wheel? Բոլորին կարող եք ցույց տալ, թե ինչպես եք նկարել։ Եկեք Sure, come up here. Right, yes, yes. And can you translate? Oh. She used the ones that we have yesterday talked Yes. about. This is her inner compass, and Yes. this is her inner their manager. Okay, okay, okay. Հարցը հա քո անիվը, քո որը ներկայացնում է ինքը քեզ։ Գրել եմ այստեղ զգայուն, ամենաշատը կուզեի աշխատել։ Զգայուն, sensitive, Sensitive. sensitiveness։ Okay. Okay, so now I want to interview her. Հիմա ինքը ուզում է հարցազրույց քեզ հետ մի փոքրիկ բարել։ Okay, so Sivat, when you have thoughts about being sensitive, Եթե դու մտքեր ունես, որ can you stand over here so they can see the PowerPoint? Կարող ես կանգնել, Come որ over դա here. տեսնես։ Thank you. Yes, yeah, just it's here. Okay, good. So I'm interviewing you now. Ես քեզ հարցեր եմ տալիս։ I want to make the diamond in her trait of being sensitive. Ուզում է որպեսի կառուցեք այդ ադամանդը, այդ զգայունությունը տեսնի որտեղ է իրական տեղավորվում, ինչպես է կառուցվում դրան։ Because I know when Sivat is sensitive, she has senses and feelings and her body reactions and behavior. Որովհետև եթե դուք նշում եք, որ դուք զգայուն եք, բնականաբար դուք ունեք զգացմունքներ, դուք ունեք այդ զգացողությունները եւ ամբողջ ձեր մարմնով այդ ամենը արտահայտվում է։ So when you are in your sensitive trait, Եթե դուք զգայունության այդ հատկանիշն է ձեզ մոտ ավելի ակտիվ, do you know what kind of feelings do you have? կարող եք ասել ինչպիսի զգացողություններ եք դուք ունենում, զգացմունքներ եք ունենում այդ ժամանակ, եթե դա ավելի ակտիվ է։ Ընդհանուր պատմեր կայացա։ Հա, ընդհանուր։ Ես ինչքան էլ որ այստեղ նշել եմ ինքը, լավ կողմերը, կողմից լավ կողմը նշել, ինձ բնորոշ գծել եմ։ Հա։ Ես կողմից դա թույլ օղակ գծես։ Որովհետև Զգայունությունը։ You have to speak loud, Sivat, because they have to She hear. has she mentioned sensitiveness for her personality as a characteristic feature for her that hinders her, that she Yes. wants to do something to avoid it. I understand, but first we want to do the diamond. Ուզում ենք Can I ադամանդը borrow կառուցել։ this? Thank you. So in this pamphlet, I know you don't have it, all of you, but we have emotions in Մենք this այստեղ ունենք pamphlet, իրականում էմոջիներ արտահայտող դեմքեր, And we հուզական also պատկերներով have արտահայտող feeling words. էմոջիներ, եւ ունենք զգացմունքներ արտահայտող բառեր։ So if you don't have it, you can take photo and then you can work from your iPhones. Եթե չունեք այս պահին, կարող եք նկարել, որպեսզի աշխատենք սրանցով։ All right, so is there any faces, emotions that is showing how are you feeling when you are sensitive? Կարող ես օգտագործել այն պատկերը, որ դու քեզ կարող ես բնորոշել որպես հուզական, ավելի զգայուն եւ որ պատկերով դու կարող ես դա արտահայտել։ Yeah. So it is this emotion, which is this. I can't see it. Can you say them loud? Maybe then. I came here. No. So It this is love. emotion. It is love, sadness. Այն ժամանակ, երբ որ ես իմ իմացածը չհավանում վստահ արտահայտել մտածելով, որ ինձ ոնց որ անվստահություն առաջանա այդ ժամանակ։ Is lack of confidence. Lack of confidence. Yes, lack of confidence. Okay, so the emotions that Sivat is sharing
Can you speak them loud, Sevat? Can you? Բարձր Is it կարող ես okay? ասել հայերեն, որ լսեն մյուսները։ Այն էմոցիաները, որը որ դու հիմա We are ներկայացնում ես։ analyzing. Փորձում ենք վերլուծել։ Սեր, տխրություն ու այն ժամանակ, երբ որ ես ուզում եմ իմ գիտեցածն, իմ զգացմունքները արտահայտել, բայց չեմ կարող, անվստահություն առաջանում ինձ մոտ։ Պատներ, բայց դրա պատճառը չգիտեմ, դրա համար առաջանում են զգացմունքային դաշտը ավելի բարձր։ Sometimes she's ashamed and she has like a confidence to Yes. utter whatever Yes. she feels and she wants to Yes. express. Thank you for sharing. So this is the emotions. Սա իրական էմոցիաներն են։ Do you have any feelings in your body? Do you have any stress or does your body react in any way? Մարմինը ինչպես է արտահայտում, միգուցե ստրես One second. ազգում կամ այլ I'm showing this զգացողություններ page ունենում այդ now. ժամանակ։ You Բարձրաձայն have to speak loud. Իրականում իմ մարմնի կառուցվածքը այդ ժամանակ կարող է լինել շիկնած, she's flushed, reddish, Yes. փոքրինչ դող փորի հատվածում, a little bit shiver in the belly's part, Yes. լաց լինել, crying, There are many more words to use than is on the pamphlet. իրականում շատերը կան, պարզապես այո, այստեղ գրված չեն, կարող եք դուք ինքներդ, այո, դուք ինքներդ կարող եք իրականում այնտեղ զետեղել, այսինքն արտահայտել։ Դրանք օրինակներ են, որպեսզի կողմնորոշվեք։ լաց լինել, շատ Please be quiet in the room. Խնդրում ենք լռություն պահպանենք, որ լսենք։ հուզական պորտկումներ մի տեսակ մի քիչ կոպիտ է հնչում է այս պահին թարգմանությամբ, բայց հուզական այդ պորտկումը մի թեթև ավելի Kind of a mild of emotional blast. Yeah. With mild sleep please. Please stop talking in the room because it's sensitive to talk about. Thank you. եւ շիկներ լաց լինեն։ They are sitting there and cry and reddish on the face. Ցավ որովայնի հատվածում ասեցի, Pain is already on the pain. մնալու ցանկություն։ And she wants to be alone. Yes. And thank you. Շնորհակալություն ձեզ։ And your thoughts when this is happening? Եվ մտքերը ձեր, երբ որ այդ ամենը իրականանում է, այդ զգացողություն ունեն մեկ մարմնում, հիմա ձեր մտքերին ենք անդրադառնում։ Ինչ մտքեր եք ունենում։ Մտքերը ես ինքս ինձ կառավարում եմ, ես մասնագիտությունից ելնելով թե այդ վիճակը որ շատ է ուղեկցել ինձ, ես ինքս ինձ կառավարում եմ։ She controls herself. Yes. She says every time to herself that everything is okay, nothing will happen. Yes. Բայց եթե մի աննշան էլի ինչ որ շեղում է լինում, ոնց որ նորից կրկնվի այդ գործողությունները, զգացողությունները նորից կրկնվի։ But a little bit aside, these all interventions, this all appears within her body and her thoughts. Yes. So she can have a reaction in her body and feelings, knowing she's okay, but her body feels. Trying to control Yes. herself, that is okay. So what are you doing then when this happens? What is your behavior? Ձեր վարքը ինչպիսին է այդ ժամանակ, ինչ եք դուք անում։ Շատ հանգիստ, երևի քիչն է, ինձ ամենահամդի այդ վիճակին, հոգու վիճակին համապատասխան քիչն մի քանի ինչ կարծում, ես ինքս ինձ կարողանում եմ կառավարել, բայց She can control herself and she reads sometimes several Yes. pages Yes. and it helps her to relax. Yes. So she changes her perspective by reading. Ահա ձեր ոնց որ ուղղությունը փոխում եք դեպի կարդալ, այսինքն ամբողջ կենտրոնացում ուղղում եք դեպի կարդալում and she forgets about the stress. Yes. So that is one strategy. Սա մեկ ուղղությունն է, ոնց որ մեկ բանն է։ երեխաների հետ զբաղվելը, որ գնում իրանց հետ սկսում են խաղալ։ She plays with children. Yes. Yes. She occupies her thoughts while playing with children. Yes. Yes.
աշխատանքին մեջ And she's concentrated at the time. She concentrates herself, her thoughts on the job. Yes. ժամանակը օգտագործում է դա որ դա So she uses the time while working to ease that feelings. Yes. բայց ես ասեմ մի բայց դա տան է այնպես միջավայրում ես դա կարողանում եմ ինքս ինձ հաղթահարել ոչ մի սնտի չի լինի ուղղակի ես չեմ ուզում դա լինի ասենք կոլեկտիվի մեջ աշխատանքի մեջ այնպես հազարդի կամ հայրերին որ այդ ժամանակ ես չկարողանամ էլի իրավիճակից դուրս գալ In the family, it is easy for her to control herself and get rid of these feelings, but she didn't want her to appear in it to happen it to her within the environment of work environment, within the colleagues or in other environment that will hinder her job and herself as well. Եթե ես գում եմ որ դա իմ այսպես ասած իրավիճակին ես չեմ կարող այդ բան պատասխանել, այսպես ասած կարող ունենամ հուզական փոխում կամ դեն վիճակներ, ես աշխատում եմ ոչինչ չլսել, կարող է այնպեսի հետաքրքիր նիստ թեմա է կամ իրոք ինձ անմիջապես վերաբերվում, ես չեմ լսում, որ ես այդ հուզական վիճակը Դա եթե միջավայրում եք այլ տարածքում։ Թե կռիվ կլինի, թե ինչ որ թե կռիվը վերջում են, ասենք որ ծայրական ասեցին, թեկուզ առօրյա սովորական բաներ, այն աշխատանքային, աշխատում չխառնվել, վաչանել, որ դա կամ Out of the family, when that kind of feelings, she has to face some situation that is not so good for her. She says that she controls herself by ignoring what is happening around, because in this case she isolates and blocks that feelings. Otherwise, she can't control herself, and all the emotions will appear and will affect her whole body and thoughts and feelings of her. Yes. When the feelings take over. Yes. Yes. So I think what you do, Sivat, is which one was the sensitive? Որներ է տեղ ցույց տվեք հուզական այդ զգայունությունը որտեղ է։ Yes, with the tear. So she activates the other traits. Դուք ակտիվացնում եք մյուս հատկությունները։ Yes. And then it becomes smaller. Եվ այդ պարագայում այս պատուհանը ավելի է փոքրանում, նեղանում է։ But sometimes it takes over. Բայց երբեմն դա բավական մեծ է լինում եւ որ մյուսներին ծածկում է։ Yes. One of the healing paths is identifying your vulnerability. Բուժման ամենակարևոր մասերից մեկն բաղկացիչ մասն այն է, որ դուք արդեն տարանջատում եք, հասկանում եք խնդիրը որն է եւ որտեղից է գալիս։ I really respect you sharing your sensitive trait with us. Ես շնորհակալ եմ եւ մեծ հարգանքով եմ հարգանք ունեմ ձեր նկատմամբ այն մասով շնորհակալ եմ որ դուք կարողացաք կիսել այս ամենը այդ ձեր մասնակիցների հետ։ Շնորհակալություն։ Իրականում ես նա ոչ մեկի չեմ նայում, որ դա զգացողությունը չառաջի։ Պաշտպանողական նրանց չգիտեմ ինչ որ մեծ դա ես կարողանամ ինքս օգտագործել։ She was feared to tell me that she didn't, while telling everything about herself, about that traits, she didn't watch and looked at the audience. Yes. It's but like I'm a protection trait maybe for her. Yes, Sivat, if you ask, can anybody recognize this trait and then we raise our hands? Եթե դուք հիմա հարցնեք ով ունի նման զգացողություն, կարող եք ձեռք բարձրացնել։ We raise our hands. Are you sensitive? At the time, the self-confidence will rise inside her, and she will get rid of this emotion. Yes. But right now, I want to see how many can recognize what Sivat was sharing. Նման հատկություն ով ունի, կարող եք ձեռք բարձրացնել, ովքեր ունեն նման զգացողություն, նման հատկություն իրենց մեջ։ Yes. So գերզգայուն։ Yes. Նու զգայուն։ Yes. Զգայունություն։ Yeah, I know. So when I share my vulnerable traits, Եթե ես եմ կիսում մյուսների հետ իմ խոցելի, այսպես ասած, խոցելի հատկությունը, sometimes other people can get help. They are not alone.
Երբեմն մյուսները կարող են իրականում դրանով իսկ իմանալով իրենց աջակցությունը ցուցաբերել, որ իրենք գիտեն, իրենց մոտ էլ կա։ But you can also choose a trait that is not the sensitive, but that is something that makes you feel strong. Բայց կարող եք ընտրել նաև այնպիսի ակտիվացնելու այնպիսի հատկություն, որը ձեզ ավելի ուժ է տալիս, էներգիա եւ ուժ է տալիս։ And again, you can make the diamond analysis. Իհարկե այս պարագայում եւս կարող ենք մենք ադամանդի վերլուծություն իրականացնել։ Maybe when Sivad is working and feeling proud, Այն ժամանակ, երբ Զվարդը ավելի վստահ եւ ինքը գոհ լինի ամեն ինչից։ you have feelings and senses and thinking thoughts. Զգացողություններ ունեք, վարք եք դրսևորում, մտքեր են առաջանում դրա հետևանքով ձեր գլխում։ So self-understanding, we increase self-understanding by understanding our diamonds in each of our traits. Այս ամենի միջոցով իրականում անիվը օգնում է, որպեսզի մենք մեր ադամանդը կառուցենք եւ հասկանանք, սրանով իսկ տանելով ինքնաճանաչման, այսինքն մենք մեզ այս ամենով ավելի շատ ենք բացահայտում եւ ճանաչում։ So even when you work with children, նույնիսկ եթե երեխաների հետ եք աշխատում, and you make the wheel, եւ այս անիվը կառուցում եք գծում եք նորից, you can help them understand themselves better. Դուք ստիպում եք սրանով եւս, աջակցում եք նրանց, որպեսզի իրենք իրենց ավելի լավ հասկանան, ճանաչեն։ When you understand if they are sad, Եվ եթե դուք հասկանում եք, որ նրանք տխուր են, what is happening in the environment, ինչ է կատարվում միջավայրում, what are their feelings and senses and thoughts, որոնք են նրա զգացողությունները, մտքերը, and what is their behavior, որն է դրանից դրսևորվող վարքը, and then maybe there is something that they really like, maybe they love history, եւ այդ պարագայում կտեսնեք միգուցե բացահայտվում է մեկ այլ ավելի ուժեղ կողմ, միգուցե նրանք սիրում են օրինակ պատմություն, and then we talk about when you read your history books and learn about history, եւ այդ դեպքում հարց եք ուղում նրանց եւ ինչ եք զգում, ինչ եք անում, ինչ է դա տալիս ձեզ, երբ որ դուք օրինակ պատմություն եք կարդում, what are your feelings and senses and thinking thoughts. որոնք են այդ պարագայում պատմություն կարդալիս նրա մտքերը, զգացողությունները։ So we get away from being black or white, I'm always sad. Դուք արդեն այդ պարագայում հերվանում եք սպիտակ եւ սև լինելուց, այսինքն ուրիշ գույներ ենք փնտրում։ To a part of me is sad, Քանի որ մեր մի մասը, մեր ներսում մի մասը տխուր է, another part is just love history, իսկ մյուս մասը կարող է ուղակի սիրել պատմություն, another part is being a brother and helping my siblings, մյուս մասը կարող է հոգատարություն եւ աջակից կողմը դրսևորել, աջակցի ինչ-որ մարդկան։ everything is inside me at the same time. Եվ այդ ամեն իրականում մեր մեջ է միևնույն ժամանակ։ So now you will have to do 2 and 2, Այժմ երկուական եւս պրակտիկ աշխատանք ենք տանելու։ what Sivad and I just did, Թե այն օրինակով, թե ինչպես ես եւ Զվարդը այս պահին արեցինք, I'm not trying to take away that Sivad is being sensitive. ես չեմ պատրաստ take away, I don't want her to not be sensitive. ես չեմ ուզում, որ ինքը լինի իրականում զգայուն, I want to understand her when she is sensitive, ես ուզում եմ հասկանալ, թե ինչու է նա զգայուն, while she shares her diamond. երբ ինքը կիսում է այն դեպքում, երբ որ նա կիսում է իր ադամանդը ձեզ հետ։ To help her increase her self-understanding. Սրանով իրականում աջակցում ենք նրան իր ինքնաճանաչումը ավելի լավացնել, ավելի մեծացնել։ And then in July, when we do the cat kit, a lot of the cat kit, Եվ հուլիս ամսին, երբ մենք Cat Kit-ին արդեն կանդրադառնանք, we talk about the strategies to change a lot. մենք կխոսենք ռազմավարությունների մասին, թե ինչպես են դրանք փոխվում եւ փոխում։ But right now we are working with the wheel Այս պահիդրությամբ մենք աշխատելու ենք անիվի հետ միայն, to understand ourselves. որպեսզի ինքներս մեզ ավելի լավ ճանաչենք։ Okay. Sivad, are you okay or how are you feeling? I think we should clap for Sivad. She's great. Thank you. You need this one. Thank you so much.
Okay, so now the task, Press. 2 and 2, one person first, and then you swap, and then you find the diamond in one of the trait with the other person. Այսպիսով այս օրինակով դուք երկուական մեկը մյուսի մասով փորձում եք հասկանալ որն է նրա մեկը մյուսին ասում է թե որն է իր ավելի զգայուն կողմը, այդ զգայունությունից ելնելով կառուցում եք ադամանդը, ինչպես նոր արեցինք, այսինքն ինչպիսի մտքեր, ինչպիսի զգացմունքներ, զգացողություններ եւ ինչպիսի վարք է դրսևորվում դրանով եւ պատկերում եք։ Մեկը մյուսի հետ դա երկուական իրականացում։ Any questions? Հարցեր ունեք առաջադրանքի հետ կապված։ Should they write or draw something, or they should interview and work each other? Yes. Well, you did yesterday the wheel. Դուք արդեն արել եք երեք իրական մանիվը նկարել եք, այո։ So you Մեկը մյուսին հատկությունները ասում եք եւ այդ ձևով ոնց որ հիմա արվեց, նույն ձևով շարունակում ենք։ so you bring out the wheel from yesterday that you did. Երեկվանից որ նկարել եք, բերել եք ձեզ հետ այդ անիվները։ You choose one trait and then you interview and shift. Դուք ընտրում եք մեկ հատկություն, ինտերվյու եք անցկացնում, հետազոտում այդ վերլուծությունն անում եք, այնուհետև տեղերով փոխում եք։ Մյուսն է մյուս հաջորդին հարց ու փորձ անում։ Այդ դրա մասին ո՞րն է ձեր, ասենք, ադամանդը գիտեք ադամանդը որն է, որ մտքերը ինչպիսի վարք է դրսևորվում, ինչպիսի մտքեր ունեք, ինչպիսի հուզական արտահայտում ա լինում։ Այդ հատկությունը ոնց որ կապում եք այդ երեքի հետ։ Հա, դե ադամանդը տենց էր, երեկվան, որ անդրադարձել եք։ Այո, փոխաբերական, բնականաբար։ Jeg har lige lidt scratching fra din mikrofon, den er lidt krøbet ned bag ved din jakke. Nå, der. på den der. Så jeg skal lige have den derude og sidde. Okay, okay. Hello. Are you alone? Yes, please. You know, this is actually a very complex practice, Yes. but Oh, I that- just yes. pretend it's very easy, and then they do it. For me, yes. Yesterday, I was also sensitive, really Yes. sensitive. And it is my characteristic feature as well, sensitiveness. Yes. And the example also of art is really like mine, because Yes. I also spend much time with my kids, and Yes. it really relaxes me. Yes. And I find something to do together with my family. Yes, It's yes. great. I listen to music and Yes. hard rock at the stress Yeah, time. very I good. think that something goes out of me I when agree. someone shows. Yes, yes, yes. So a kind It of does, feeling, I don't know. it does, it Maybe, and there is an attract. De samtaler her, de kommer jo med på optagelsen. I'm recording those conversations. Okay.
ներքևում էր։ Ներքևից եմ ես վերցրել, աղջիկներին խնդրել եմ ներքևից։ Հիմա սուրճի ընդմիջմանը կվերցնեք, ի խմել եմ, թե չէ կտայի։ Նամոտս։ Հիմա փոխվեք տեղերով։ Երկուսին է քննարկել եք։ Երևի։ Սպիտակ թուղթ։ They need a white paper. Ah, Do we have it? Չունենք։ Չունենք։ մի րոպե։ I can give this one. Կուզեք sense տամ։ Here, here, Կուզես sense։ here. Oh, thank you. I was ready to share it with me. Participants, may I have markers and blank? Լավացան հայ հարկե կարան գրանցվել թող learning շինի գյուբի կետերում հասցեին վարկեն նավները, հեսկանները, պաշտոնները ու կազմակերպությունը հեռախոս իմեյլ։ Hello. Okay, I think I'll take a black one.
You're finished? 2 more minutes, then we continue. 2 minutes. 2 րոպեից ավարտենք այս աշխատանքը, որ շարունակենք։ 2 րոպեից շարունակում ենք։ All right. So, Ավարտենք, շարունակենք։ ding, 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 ding. Is there any questions from the practice? Հարցեր ունեք աշխատանքից։ All is good? Yes. Questions. Hello. Can I borrow? Thank you, Anush. So now we want to add my circles. Okay, we are adding my circles now to the wheel. Հիմա այս շրջանները ավելացնում ենք անիվին։ I want to share with you Ուզում եմ ձեզ ցույց տալ, how this works. թե ինչպես է սա աշխատում։ So my circles has 5 circles, Մենք ունենք 5 շրջան, and the one circle is in the middle, like on the wheel, the same circle, մեջտեղում ունենք փոքրիկ այստեղ շրջան, and I'll wait 1 minute. բայց երեք դուք մասնակցել եք, չէ՞։ Եկել եք։ Հա, առաջի անգամ է այսօր ունենք։ All right, so Sivad, I'm going to use you as an example. You can still sit there. Զվարթ ձեր օրինակը մենք ձեր օրինակով ոնց որ փորձենք բացատրել, օգտագործել ենք ձեր օրինակը, բայց դուք չեք գալիս, նստում եք այդտեղ։ So this is Sivat's sensitive circle. Սա զվարթի զգայունության Trait. հատկությունն է։ Okay. Now, there is a difference between being a little sensitive and very sensitive. Տարբերություն կա իրականում մի փոքր լինել զգայուն եւ շատ լինել զգայուն։ Մակարդակների տարբերություն կա։ So, I'm going to show you what I will do now. Հիմա ցույց կտանք թե ինչ ենք անելու։ This is the wheel. Սա անիվն է։ Now I'm going to add a circle. This is circle number 2. This is number 1. Եվ ես շրջանաձև շրջան եմ արդեն նկարում։ This is circle number 2. Կենտրոնում դա շրջան 1-ն էր, երկրորդը որ նկարել դա շրջան 2-ն էր։ Circle number 3. Շրջան 3-ը, Circle number 4. շրջան 4-ը And circle number 5. եւ շրջան 5-րդը։ Okay. So circle 1, we are not doing anything with circle 1. Առաջին շրջանի հետ, որը կենտրոնում է, մենք ոչինչ չենք անում, հանգիստ ենք թողնում։ But now, Sivat, I'm going to analyze with you. Հիմա զվարթ ուզում եմ քեզ հետ վերլուծել։ If you are sensitive, this is your sensitive trait.
Սա ձեր զգայունության հատկությունն է, ուզում եմ հիմա հասկանալ, If you are sensitive in circle 2, արդյոք դուք ձեր զգայունության մակարդակը երկրորդ աստիճանի, երկրորդ շրջանին է համապատասխանում, that means that, you're still okay. You can feel a little bit, but you're okay. It's okay. դա նշանակում է իհարկե դուք զգայուն եք, բայց ոչինչ, նորմալ է։ Still happy face, you're a little sensitive. I'm okay. Դեռ ժպիտը ձեր դեմքին է, դուք զգում եք այդ զգացողությունը իրականում զգայունության, բայց դեռ ոչինչ է, նորմալ է։ Then something happens, Այնուհետև ինչ որ բան է տեղի ունենում, and then you are sensitive in circle 3. այնուհետև դուք դառնում եք ավելի զգայուն եւ դա արդեն պատկերվում է երրորդ շրջանով։ A little more, it's just, you're still okay, but you can feel it. Իրականում դա մի փոքր ավելի է ուժեղանում այդ զգացողությունը, դեռ լավ եք, բայց արդեն մարմինն է դա զգում, այսինքն փորի որովայնի հատվածում արդեն զգում եք որոշակի ճնշում։ Then something happens, and then you change into circle 4, being sensitive. Կրկին ինչ որ բան տեղի է ունենում եւ մակարդակը փոխվում է, դառնում է 3-ից 4։ And then you can really start feeling it. You get a little sad, you get self-critical. Եվ դա արդեն ազդում է նաև ձեր զգացող հուզմունքներով է արտահայտվում, այսինքն դուք արդեն It տխրություն եք starts զգում, really affecting you and it's not good. դա արդեն սկսում է ձեզ անդրադառնալ եւ դա արդեն լավ չէ։ And then if something happens, you change into circle 5 and then you are really sensitive, crying, you can't take it, you're really feeling it like an attack. Եվ եթե ինչ որ բան էլի տեղի է ունենում, երբ դա մակարդակ ավելի է ուժեղանում 4-ից դառնում է 5, այդ պարագայում դուք կարծես թե ամբողջ մարմնով եք այդ ամենը զգում, դա ձեզ իսկապես իրապես դա ձեր վրա խորը ազդեցություն է ունենում, դուք սկսում եք լացել, դուք վատ եք զգում եք, որ չեք ուզում, չեք կարող այլևս դա տանել։ So what happens in circle 4 and 5 is something that is really sad and hard. Իրականում 4-րդ եւ 5-րդ մակարդակը դա արդեն տխուր, լավ չէ, տխուր եւ ծանր շրջաններն են։ But in circle 2 and 3, it's still okay. I'm sensitive, but I'm okay. 2-3 շրջանների դեպքում մակարդակի պարագայում զգացողությունը կա, բայց տանելի է, նորմալ է։ So when we talk about self-understanding, Եթե մենք խոսում ենք ինքնաճանաչման մասին, the problem is not all our traits. խնդիրը բոլոր մեր հատկություններին, որը անիվում ենք պատկերում, բոլոր դրանց չի վերաբերում։ The problem is if most of our times we are in circle 4 and 5, Խնդիրը վերաբերում է բոլոր այն մասերին, որ այն շրջաններին, որը 4-5-ի մակարդակով կարող ենք չափել։ that is very hard. Դա արդեն որովհետև ծանր աստիճաններն են, մակարդակներն են։ So we have two choices. Մենք երկու ընտրության հնարավորություն ունենք։ Can we help ourselves to get from circle 5 back to circle 3 or 2? Արդյոք կարող ենք 5-ից իջեցնել 4 կամ 3 աստիճանի։ Can I listen to some hard rock music? Կարող եմ արդյոք լսել որոշակի ծանր ռոքային օրինակ երաժշտություն, որևէ երաժշտություն։ Can I get a hug from somebody? Կարող է ինչ-որ մեկ ինձ գրկի եւ դրանով այդ ամենը ավելի թեթևանա։ Can I smell something or get flowers? Կարող եմ հոտ քաշել, լավ բույր զգալ կամ ծաղիկներ ստանալ։ So that I change from circle 5 back to circle 3. Այս պարագայում 5-ից իջնում ենք դեպի 3։ Or Կամ can I try and close this trait and then go with my mummy circle? Կամ կարող ենք փորձել փակել այդ հատկությունը, ապա ակտիվացնել եւ մեկ այլ հատկանիշ ձեր ներսում ակտիվացնել։ I go from circle 5 here to circle 2 with my children. Սա արդեն 5-րդից ոնց որ այդ իջնում եմ դեպի երկրորդ մակարդակ, օրինակ երբ երեխաներիս հետ ժամանակ եմ անցկացնում կամ խաղում եմ։ Because I cannot make my sensitivity go away, Որտեւ մենք չենք կարող ձերբազատվել ամբողջովին այդ զգայունության հատկանիշից, but I can try and find strategies and practice բայց մենք կարող ենք ռազմավարություն ընտրել, փորձել գտնել ռազմավարություն, որպեսզի դրա հետ առերեսվենք, not to be so hard on myself. առերեսվենք այնպես, որ դա իրապես չվնասի մեզ։
Պարզապես կարողանանք դրա հետ հաշտ ապրել։ Sometimes, if I'm sensitive, I can be in my circle 2, everything is okay, everything is okay. Երբեմն երբ ես զգայուն եմ եւ երկրորդ մակարդակում եմ, ես կրկին ասում եմ ինքս ինձ ամեն ինչ լավ է, ամեն ինչ նորմալ է։ Then my sister, she sends me a text. Երբ այդ պարագայում օրինակ իմ քույրը ինձ տեքստ է ուղարկում, I read the text ես կարդում եմ այդ գրառումը and she writes, "Why don't you visit mommy, our mother?" եւ նա ինձ ասում է ինչու չես այցելում մայրիկին, մեր մայրիկին։ I go from circle 2 straight to circle 5. Ես այս պարագայում երկրորդից արագ բարձրանում եմ դեպի 5-ը, երկրորդը դառնում է 5։ Ես արդեն դա զգում եմ, իրապես զգում եմ իմ վրա։ I feel like a bad daughter. My sister is always yelling at me. Ես զգում եմ, կարծես թե ես վատ դուստր եմ, քույրս անդադ բղավում է ինձ վրա։ So I know it's me being sensitive. Ես գիտեմ ինքս ինձ, որ ես զգայուն եմ։ Maybe I could be a better daughter, Միգուցե ես կարող եմ լինել ավելի լավ աղջիկ, ավելի լավ դուստր, but it does not help my mother or me բայց դա իմ մայրիկին կամ ինձ չի օգնում։ if I hit myself all the time. Չի օգնի, եթե ես անընդհատ ինքս ինձ պախարակ եմ, անդադ խփեմ իմ գլխին։ So this is my daughter trait. Սա իմ դուստրի հատկանիշն է։ I'm here, I'm okay, I'm not sensitive. My sister texts me. Ես այս շրջանում եմ, ես լավ եմ, երկրորդում եմ, բայց ստանալուն պես այդ գրառումը ես կտրուկ փոխվում եմ դեպի 5-րդի։ I go to my daughter trait, circle 3. Այնուհետև նորից անցում են կատարում իմ աղջկա դուստրի շրջանին եւ 3 է դառնում դա։ Look at my calendar Նայում եմ իմ կալենդարին, and օրացույցին see, in 3 weeks I can see my mother. եւ ասում եմ ինքս ինձ, որ 3 շաբաթից ես կարող եմ տեսնել իմ մայրիկին։ That's reality. Դա իրականությունն է։ So I try and help myself to see, is there anything I can be a daughter? Ես նայում եմ, ոնց ուսումնասիրում եմ անդադ հասկանալու, արդյոք ես կարող եմ լինել լավ դուստր։ I'm not a perfect daughter. Ես իդեալական ճանաչում եմ, որ կարող եմ ճանաչել ինքս ինձ ոչ իդեալական այդ պահին դուստր, My sister is always seeing my mother. որովհետև իմ քույրը մշտապես նրան այցելում է եւ տեսնում է։ That's a problem. Դա խնդիր է, But I am okay, I am not perfect. բայց ես գիտեմ, որ ես կատարյալ չեմ։ So sometimes when I speak with a child Երբեմն ես երբ երեխայի հետ եմ խոսում, երեխայի հետ եմ զրուցում, and we talk about what do you like doing, երբ հարցնում ենք նրան ինչ է սիրում անել, I love to draw, make paintings. նա կարող է պատասխանել, որ սիրում է նկարել կամ որոշ պատկերներ պատկերել։ You sit down, you get all your different pens, Դու նստում ես նրա կողքին, տարբեր գրիչներ, մատիտներ ես հանում, ցույց տալիս նրան։ circle 2, everything is really nice. I love to draw. The child, 10 years old, love to draw. Երկրորդ աստիճան մակարդակն է դա ցույց տալիս, երբ ամեն ինչ լավ է, երեխան հաճույքով հավեսով նկարում է։ After 10 minutes, something, 10 րոպեից հետո the child starts saying, I don't think it's a very good drawing. երեխան կարող է նայել իր նկարած նկարին եւ ասի ես չեմ կարծում որ դա իրականում լավ նկար է, լավ եմ նկարել։ He still likes to draw, but he's like, not so good. Նա սիրում է նկարել, բայց նա տեսնում է որ այդքան էլ գեղեցիկ չի ստացվում։ Then he goes to circle 3. Այդ դեպքում երրորդ մակարդակ են գնում երկրորդից կրկին։ And then something happens, maybe the pen goes out, or he doesn't paint exactly the way he has the image in his head. Եվ ինչ որ բան է տեղի ունենում, կարող է լինել, որ գրիչը կամ մատիտը այլ ուղղությամբ շեղվի պատահականորեն, կամ այն ինքը ինչ մտքում ունեցել է, հենց նույնությամբ չի կարողացել պատկերել։ Then he gets really angry and he says, I hate drawing. Նա այդ պարագայում շատ ուժեղ բարկանում է եւ ասում է, որ ես ատում եմ նկարելը, չեմ սիրում նկարել։ And in circle 5, he, crumples the page and hates it. Իսկ երբ այդ բարկությունը այնքան եմ շատանում, որ մակարդակ 5 ենք հասնում, նա կարող է արդեն պատռել, թուղթը ճմրթել եւ դեն նետել։ But for 10 minutes, he was in circle 2. Բայց 10 րոպե չմոռանանք, որ նա երկրորդ շրջանում էր գտնվում։ So I learned Ես սովորում եմ,
that sometimes if you love doing something, Եթե երբեմն սիրում եք ինչ-որ բան անել, it's wonderful for 15 minutes. դա կարա հիանալի լինի օրինակ 15 րոպե, And sometimes you need help to do something else. երբեմն պետք է անհրաժեշտ կարիք ունեք, որ ձեզ օգնեն, որ այլ բանով զբաղվեք, Or you need help not to start criticizing yourself. կամ անհրաժեշտ է, որ օգնության կարիք կա, որպեսզի ձեզ ասեն, որ ամեն ինչ նորմալ է, այդպես էլ է լինում, որ դուք ինքներդ ձեզ անընդհատ չքննադատեք, Or maybe you bake a cake միգուցե դուք օրինակ խմորեղեն տորտ եք թխում, and you love to bake the cake and people love to eat your cake. դուք սիրում եք այն մատուցել, մարդիկ հաճույքով համտեսում են, հավանում են ձեր թխածը, I'm a baker, this is my baker trait. սա իմ օրինակ այդ հատկությունն է, թխելու հատկությունն է այնտեղ ցույց տալիս, Then I want to make a special birthday cake. եւ ես ուզում եմ հատուկ ծննդյան տարեդարձի տորտ պատրաստել, And then I want to do icing on the top to make a Batmobile cake. Like a Batman cake. Եվ ուզում եմ իրականում շրջանային կողքի հատվածները այնպես անել, որ ինքը շատ հարթ լինի, But it's not perfect. բայց հիանալի չի ստացվում, Then I think my cake is ugly. եւ ասում եմ, որ տորտը իրականում լավը չի, տգեղ է ստացվել, But I love to bake it, but something happens and then I don't like it. բայց իրականում ես սիրում եմ թխել, պատրաստել, պարզապես ինչ որ բան է տեղի ունեցել, եւ ես այդ պահի դրությամբ մի փոքր այլ զգացողություն եմ ապրում դրա հետ կապված։ Other people taste it and say, it's beautiful, come back from Circle 5 and enjoy your cake. Երբ մարդիկ փորձում են արդեն իմ պատրաստած այդ տորտը եւ ասում են, որ դա լավն է, շատ համեղ է եւ գեղեցիկ, արդեն 5-րդից կրկին իմ բարկությունը իջնում է դեպի 3-րդ։ So, as human beings, we are very complicated No, the sentence. as human beings. Հա, մարդ արարած իրականում բավականին բարդ է։ Even if I grow up with trauma in my life, Նույնիսկ եթե ես տրավմայով եմ մեծանում, տրավմա է տեղ ունեցել եւ այդպես եմ փոքրուց այդպես մեծանում եմ, my window of tolerance may be a little bit smaller, եւ իմ հանդուրժողականության պատուհանը կարող է լինել այդ դրա հետևանքով ավելի նեղ, but I still have all my personality traits. բայց այնուամենայնիվ այս բոլոր հատկությունները ես ունեմ իմ ներսում։ Even if I've been displaced and come here, Նույնիսկ եթե տեղահանված եք եւ եկել եք այստեղ, this is my trauma trait. սա բնութագրում է տրավմայի հատկանիշը։ If I feel the anxiety from the sounds, Եթե օրինակ զգում եմ անհանգիստ եմ զգում դրսի ձայնից, I'm in circle 2, I can tolerate it. եթե դա այնուամենայնիվ եթե դա երկրորդ շրջանում է, ես կարող եմ դա տանել։ Something happens, I go to circle 5, Ինչ որ բան տեղի ունենում եւ դա դառնում է ավելի պորտկուն եւ 5-րդ մակարդակի ենք հասնում, and I feel the PTSD. եւ այս դեպքում ես խորապես տրավմա եմ ապրում։ Հետտրավմատիկ ստրես։ Then time goes, maybe after 20 minutes or 1 hour, Եվ որոշ ժամանակ անց, միգուցե 20 րոպե կամ 1 ժամ հետո, the trauma trait gets smaller again, դա այդ տրավմայի հատկանիշը ըստ մակարդակի արդեն կրկին նվազում է, and I open my mommy trait. եւ ես բացում եմ կրկին իմ մայրական այդ հատկանիշը։ Ուժեղացնում եմ դա։ Does this make sense? Հասկանալի է ինչի մասին ենք խոսում։ Okay, so 1 second, I need to see what time it is. It's possible they should come down now because the delegation will come. Oh, okay. Okay. So we will have a break now. Later, there will come a delegation. But we will have our break now. When we come back from the break, you will make the practice. Մենք ընդմիջումը այս պահին կանենք, քանի որ դելեգացիա է գալու, պատվիրակություն է ժամանելու, որպեսզի չխաչվեն մեր ընդմիջումն ու պատվիրակության ժամերը, We will work with my circles. որից հետո մենք կվերադառնանք եւ այն ամենի մասին, ինչ որ մենք խոսել ենք, կփորձենք պրակտիկ արդեն գործնականում կիրառել։ So 11:40, 20 to 12.